Բարև բոլորին ժողովուրդ ջան, ձեզ հետ է Core Dragon Starks-ը մի րոպեանոց շախմատ եմ խաղացել ժողովուրդ, 2-ից 2 րոպե է տրված եղել։ Հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ ինչքան հետաքրքիր խաղ ա եղել, խաղացել եմ հնդիկի հետ։ Իսկն Հնդկաստանի դրոշն է, տեսեք, նայեք, հիմա տեսեք ինչա ստե կատարվել։ Ստե սկզբնական խաղը, ովքեր շախմատ խաղար գիտեն, մոտավոր պատկերացնում են ինչա կատարվել։ Ահա, հիմա ստեղ ես իրա վրա հարցակվեցի ձիով, ինքը հետ փախավ, ասեցի ապրես, ձիով եկավ ստեղ արքայի դեմը, ու էտի իմ ամենա, որ ասում է սխալ քայլերից մեկն է, որ ձին փագում է թագուհու դեմը, ու ստեղ, ինչ կա, հարված, զինվորով հարվածեց, ես էլ հարվածեցի, դե իհարկե նավակը արդեն հարցակման տակ էր փախավ, ստեղ արդեն ես փորձեցի որոշակիորեն սենց հարվածներ փոխանակել իրա հետ, ու ստեղ ինքը տեսնում է, որ թագուհին իրա մենակ է, ու թագուհու մոտ զինվոր չի շարժում, որ իրա թագուհին հարվածի տակ չընկնի, որտև ստե ձիկ է, ինքը հետի չի տենում, ու ուղղակի սենց քայլ է անում, դե իհարկե ես գնում եմ դեպի հարցակման, ստեղ ես կարայի գիտեք ինչ անեի, ու շատ ճիշտ կանեի, ուղղակի չարեցի, որտև արագ էի խաղում, թագուհին բերեի տնեի ես սև զինվորի դեմը, այդ սև կանաչնա, դրա միած սպիտակի մոտ, այդ ես ճիշտ կանեի, եթե դե դնեի ու միանգամից իրան մատ կանեի, բայց ես սենց քայլ արեցի, հա, տենց ժողովուրդ, ստեից արդեն մի քիչ ուշացած H5, հա, չէի կարում բանը պահիտակ ասեի որն է, H5-ն էր փաստորեն, հա, սենց ուղղակի սենց հարվածներով փոխանակվեցինք ու ինքը արեց այս քայլը, որը էլի իրա թագուհուն վտանգի տակ դրեց, դե իհարկե փախավ ու ես հարվածեցի ու այստեղ ինքը արդեն հանձնվեց ժողովուրդ, որովհետև պարտվեց, իհարկե Սենց ժողովուրդ, ես ունեի 27 վարկյան, ինքը 37 վարկյան, այսի ամբողջը պատկերացնում եք, չէ, ինչքան սենց կարճ ժամանակում ա եղել։ Շարունակում ենք։ Տեսեք ժողովուրդ, էլի եւս մեկ խաղ եմ բերել ձեզ համար, որը ժամանակով ուղղակի ես գրեցի, կարողացա արագ խաղամ ու դրա պատճառով գրեցի, որովհետև հեսա կտեսնեք, էլի ինչ խաղ է։ Ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ ինչ խաղատախտակ է։ Նայեք, ստե ձին Սև ձից աշխողմի ձին, ընդեղ հարվածի տակ է դնում շախ է տալիս արքային, բայց ստե թագուհի կա, այսինքն թագուհին պետք է հեռանա տեղից, սենց փիղս պահում է ձիուն, թագուհիս ես ռակիրովկայի պահը, որ սենց ասում է չես կարա անես, ու սենց մի հատ սենց հետաքրքիր բան է ստացվել, ու ես այստեղ ինքը ձիով գալիս է ստեղ, որ յանիմ դեպի ձախ կողմ ռակիրովկա անի, բայց դե ես առաջ եմ գնում, իհարկե, ես առաջ եմ գնում, ու ինքը զինվորով առաջ գալիս, այսինքն չի խփում, իրան ձեռ կտար, որ խփեր, իրան իրոքից ձեռ կտար, որ խփեր, ու իհարկե ես շախ եմ տալիս, ինքը փախնում է, ես դե միած սխալ քայլ եմ անում, ձիով հարվածում եմ, շատ սխալ քայլ է, ու որովհետև դրանից հետո ես շատ լարվեցի խաղի մեջ, շատ ահավոր լարվեցի, ես ավելի շատ պետքա, գիտեք ինչ անեի, նավակը բերեի արքայի մոտ, չէ, էդ էլ չէր աշխատի, ստե լավագույն քայլը, եկեք դուք գտեք ժողովուրդ, որը կլիներ, լավագույն քայլը կոմենտներում գրեք, այս իրա պատկերացրեք, որ մի րոպե է խաղը, մի րոպե ինձ է, մի րոպե իրան ու ժամանակը չի ավելանում, ստեղ հիմա ես չեմ կարա տենց, ասեմ որը լավագույն քայլը կլիներ, բայց ես հարվածեցի, ու ինքը նավակով եկավ, ու ինձի շատ վատ դրության մեջ դրեց, ասեմ, շատ վատ, այն որ սենց արդեն մնացել էր իրան 27 վարկյան, ինձ արդեն 13-րդ վարկյանն էր սենց գալի, որ ես ուղղակի չէի հասկանում ինչ քայլ կարամ անեմ, ու որոշեցի խորամանկեմ, որ թագուհիս ինքը ուտի, բայց եկա ստեղ, այսինքն էլի ձիս կարա ձրի տանի, հարվածի, ու ստե համել ես թագուհուս եմ պահում,
բայց ինքը կարա միացեն զինվորով ձիուսը ուտի, դրանից հետո նոր թագուհին ուտի, բայց ինքը խայծը կերավ ու հարվածեց թագուհուս, իհարկե խայծը կերավ, ես էլ իրան շախ տվեցի, ինքը փախավ, ես իրա թագուհին կերա, այստեղ արդեն ուղղակի արագ-արագ խաղացել ենք, դրա համար ցույց չեմ տա, շարունակենք մյուս խաղը ցույց տամ։ Այս մեկն էլ շատ հետաքրքիր ստացվեց, դրա համար հենց սկզբից եմ ուզում ցույց տամ այս խաղը, էլի հաղթել եմ ժողովուրդ, նայեք, ստեղ հարված, հիմա փախավ, աֆիցերով պահեցի, ու ստեղ, ինքը եկավ ստեղ, ես արեցի ես քայլը, թագու դեմի զինվորը գնացի, ինքը հարվածեց, ես էլ հարվածեցի, ինքը զինվորը բերեց ուղղակի առաջ, այնքանավոր այս թագու մասը յանիմ ապահովի, ես փիղս գնացի այստեղ և իրա մյուս սև փղին զրկեցի շարժվելու ընդունակությունից, այսինքն թագուին շարժի, զինվորը չի շարժի, որտեղ ռակիրովկան կորցնելու է, այսինքն ստեղ ինքը էլի երկու հատ ավել քայլ պիտի անի, այս ձին ու փիղը հանի, որ կարողանա արդեն ձախ կողմ ռակիրովկա անի, ու սենց ինքը խաղում է ձիով, այս ձին էլ փագում է աֆիցերի, սպիտակ աֆիցերի ճանապարհը, դե իհարկե ես նավակով գալիս եմ այստեղ, ու այստեղ արդեն սկսվում է ճակատամարտը, ես միած սխալ քայլ եմ անում, աֆիցերս բերում եմ ստեղ, որ թագուն հարված եմ, բայց պարզվում է ինքը ինձանից խելացի է, զինվորով գալիս է առաջ ու համ ձիս է ուզում խփի, համ աֆիցերից, ես ձիս բերում եմ ու թագուն ուզում եմ ուտեմ, ասում եմ արի ուտեմ քեզ, բայց ստե մի հատ բան ցույց տամ, նայեք, ստեղ որ ինքը եկել է առաջ զինվորով, իմ փիղը, այս ձախ կողմի սև փիղը կարա խփի իրա փղին, բայց ես անում եմ այս քայլը, ու ինքը գալիս է առաջ, ես ձիով գնում եմ այստեղ ու ինքը անում է սենց քայլ, թագով ուտում եմ իհարկե, ինքն էլ է ուտում, ես արդեն հարվածում եմ սև փղին, ինքն էլ է հարվածում, ես էլ եմ հարվածում, գալիս է այստեղ, այսինքն փղի դեմը բացում է, որ թագուհից ուտի, այսինքն ես իրա ձին ուտեմ, ինքը իմ թագուհին, իհարկե ես չեմ ուտում այդ ծուղակը, չեմ ընկնում, ասում եմ ուտում, այո, ու այսպես արդեն կամաց փոխանակելով, սիրուն ձևերով, նավակս գալիս եմ այստեղ, ինքը փախնում է, նայեք, եթե մնաց տեղ շախ եմ տալու, ու արդեն ինքը երկու քայլից մատնի, ինքը գալիս է ստեղ, մի երկու քայլ ավել խաղա, էլի, ես իրան հարվածում եմ, շախ եմ տալիս, այսինքն ես իմ նավակով գալիս եմ այստեղ ու ինքը անում է ևս մեկ սխալ քայլ իր պարտության ու մատ ոչ միտեղ չունի գնալու։ Անպայման բաժանորդագրվեք ալիքին, եթե ուզում եք հետաքրքիր վիդեոներ տեսնեք ժողովուրդ, նաև կոմենտներում պլյուսներ դրեք, եթե ուզում եք շախմատը շարունակեմ։ Հաջողություն։